բոլորը ուղղակի խելագարվում են, ոնց կարելի է ամբողջությամբ փակ հագուստ, որը վզից մինչև ոտքեր փագա, ձեռքերն էլ անգամ փակ, այդ փակ հագուստի մեջ այդքան էրոտիզմ լինի։ 5 տարեկանից ինձ նուռ են ասել մանկապարտեզում նուռի դեր խաղալու պատճառով։ Առաջին անգամ առատայում արվեց հետևյալը. ճարտարապետությունը բերվեց զարդագործության մեջ, այսինքն ես ճարտարապետական զարդանախշը բերեցի զարդ։ Այսօր ասել, թե 100 տարի հետո ինչը կմնա եւ ինչը ոգեշնչման աղբյուր կդառնա, շատ դժվար է, ոչ մեկ չի կարող դա ասել։ Ես կոմպրոմիսային չեմ, փողի համար չեմ։ Ես իմ կյանքի մեջ արել եմ 40,000 զարդ, եւս մի քանի անգամ ինտերվյուներում սա ասել եմ, որոնցից միայն 3-ի համար եմ ամաչում։ Շատ ամաչում եմ մի հատի համար։ Գեղագիտական ճաշակին կարելի է ուսանել, կարելի է սովորեցնել ճաշակ։ Այո, կարելի է ճաշակ սովորացնել, այո, կարելի է մարդկանց զարգացնել, կդառնան իրանք ստեղծագործող, թե չէ, սա երկրորդ հարցն է, բայց ճաշակ կարելի է սովորացնել մարդուն, մտածել կարելի է սովորացնել մարդուն։ Չեք երգելու այսօր։ Չէ, ես երգելու չեմ երգին, երբեք։ Բարև, Էսթեզյանի առաջին հաղորդումն է ու այսօր ունեմ ես շատ հետաքրքիր տաղանդավոր մի մարդ, Արման Նուռ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ ավելի հաճախակի անվանում են Արման, թե Նուռ։ Նուռ, ավելի հաճախակի Նուռ եւ ինձ համար ավելի հոգեհարազատ է, երբ Նուռ են անվանում եւ ոչ թե Արման։ Որտեւ Արման, երբ որ ասում են Արման, ինձ թվում է ես կամ տամոժնիայում եմ, կամ միլիցիայությունում։ Տենց մոտավորապես։ Իսկ երբ Նուռ են ասում, ինչ եք զգում։ Հաջան։ Պատասխանը միշտ տենց է։ Հաջան։ Ուզում եմ մի փոքր գաղտնիք չի, իհարկե 2016 թվականից Նուռը պաշտոնապես անձնագրով ձեր ազգանունն է, բայց կարծում եմ, որ շատ քչերը գիտեն, որովհետև բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Նուռը ձեր կեղծանունն է։ Չէ։ Նուռը 16 թվականից դարձավ իմ օֆիցիալ ազգանունը, ինչու՞։ Կառավարության հատուկ նիստ եղավ այդ կապակցությամբ, երբ որտեղ դիտարկեցին, որ բոլոր իմ մրցանակները, միջազգային մրցանակները եւ նվաճումները Նուռ անունի տակ են։ Եվ հետեւաբար ես չեմ համապատասխանում, իմ պասպորտային տվյալները չեն համապատասխանում իմ մրցանակներին, որը նաեւ երկրի նվաճում է համարվում։ Երկրի համար նվաճումներ են համարվում։ Այդ պարագայում հատուկ որոշում կայացրեցին, որպեսզի համապատասխանացնեն իմ նվաճումները իմ անձնագրի հետ, իմ ազգանունը կարելի էր փոխել Նուռ։ Եվ դա տեղի ունեցավ, իմ ազգանունը 2016 թվականից դարձավ Նուռ։ Շատ լավ, այդ կառավարության որոշումն էր, ձեր որոշումը որտեղից է, որ թվականից, չգիտեմ, 5 տարեկանից։ 5 տարեկանից ինձ Նուռ են ասել մանկապարտեզում Նուռի դեր խաղալու պատճառով։ Մրգերի փանդեսի ժամանակ Նուռի դեր էի խաղացել, երևի լավ էի խաղացել, երևի շատ էի սազել դերից։ Այդ պատճառով տենց դա մնաց մականուն, հետո դպրոց անցավ, հետո բանակ գնացի կորավ, հետո եկա ինստիտուտ ընդունվեցի, էլի կորել էր, ինստիտուտի 5-րդ կուրսում նորից վերարտադրվեց, նորից ի հայտ եկավ։ Եվ տենց շատ բազում անգամներ, շատ պատմություններ կան, որտեղ ես տարբեր իրավիճակներում եւ տարբեր միջավայրերում նորից Նուռ էի դառնում։ Այսինքն այդ մականունը գալիս անդադ ինձ հասնում էր։ Այդ դրա մասին խոսենք, կա մի հետաքրքիր պատմություն, ինձ թվում է շատ պատմություններ կան։ Շատ կան պատմություններ, ամենահետաքրքիրը, երբ որ 2008 թվականին բարձրանում էի Արարատ լեռը, ուրեմն 2200 մետրի վրա առաջին բանն էր, կայանը տեղին էր, երբ որ քուրդերը դուրս եկան, տեղացի ապրող քուրդերը դուրս եկան ու սկսեցին ասել Նուռ, ու ինձ դիմավորել։ Ես շատ զարմացած էի, որովհետև չէի հասկանում իրանք որտեղից գիտեն, ու անգամ իմ խմբի ժողովուրդը սկսեցին հումոր անել, թե այս քոստեղի կլիենտներն են եւ այլն, սենց ինչ-որ բաներ, ու ես չէի հասկանում ինչի իրանք գիտեն, որ իմ անունը Նուռ է, որտեղից են։ Հետո արագ մտածում էի, միգուցե իրանք բան տենց են արբանյակային հերոստատեսություն ստեղ ունեն, միգուցե Հայաստան են բռնում, միգուցե մեր հաղորդումներն են նայում, դրա համար գիտեն, բայց չէ։ Պարզվեց, որ հետո երբ որ մեր քուրդ գայդը եկավ, պարզվեց, որ ես լայն ժպիտով էի մոտեցել, որովհետև ես շատ ուրախ էի, որ վերջապես հասել եմ, որ հեսա կհանգստանանք, մի հատ շունչ կքաշենք, եւ լայն ժպիտով էի հասել, ու առաջինը ես էի խմբում հասել, քանի որ կամերան իմ ձեռքն էր, տեսա խցիկը իմ ձեռքն էր, եւ ես էի նկարում, տեսեք սենց եմ պահում կամերան ձևը, որովհետև 2008 թվին դեռ սենց կամերաներ էին։ Ուսի։ Հա, բոճուրներից էր արդեն։ Եվ ես էի նկարում խմբի բարձրանալը, որպեսզի կադրեր վերցնեմ։ Եվ այդ լայն ժպիտից պատճառով ինձ անվանել էին Նուռ, որովհետև քուրդերենում Նուռը նշանակում է լույսերես, այսինքն ժպտերես։
Ինչ հետաքրքիր է։ Եվ իմ անունը դրել էին Նուր իրանք որոշել էին, որ ես Նուր եմ։ Իրանք իմ համար մականուն էին հորինը, առանց իմանալու, որ այդ մականունը ես կրում եմ 5 տարեկանից։ Շատ հետաքրքիր։ Ուրեմն դուք նման եք Նուրին։ Ու տենց եկավ, հասավ այսօրվան մի խոսքով ու դարձավ արդեն ազգանուն։ Ու ստացվում է, այսինքն ձեր տոհմը հիմա Նուրի, չէ՞։ Այ շարունակությունը այլևս լինելու է Նուրի տոհ։ Շատ հետաքրքիր է։ Իրականում ես շատ եմ ուզում, որ մեր ոդքասթը սկսեինք այսպես, որ իմ հյուրն է այսօր դիզայներ Նուրը։ Կարող է, չէ՞ ասել։ Եթե վերադառնայինք, էլի 10 տարի հետ։ Նայեք, դիզայնը ինչ է։ Դիզայնը դա ոնց որ ենթագիտելիք է, ենթագիտություն է, եթե դու նկարիչ ես, քանդակագործ ես, ապա դիզայնը քո ենթագիտությունն է։ Այսինքն եւս մի ենթակա գիտություն է, որ դու տիրապետում ես, քանի որ դու արդեն նկարիչ ես եւ արդեն քանդակագործ ես։ Բայց ես կցանկանայի խոսենք առատայի մասին, արդեն հստակ դիզայներական աքսեսուարների հագուստի հավաքածու։ Կարող ենք հետ գնալ եւ խոսել առատայի գաղափարախոսության մասին, ինչու, որովհետեւ այսօրվա իմ դիտորդների համար եւ ընդհանրապես նոր սերունդի համար նույն նորաձևությամբ զբաղվող եւ այլն սա լինելու է բացահայտում, որովհետեւ այն ինչ աշխատանք դուք արել եք, կարծում եմ արժանի է, որ շատ երկար հիշենք։ Տեսեք, առատայի խնդիրը կոնցեպտուալ խնդիր ուներ ինքը, առատան լինելու կոնցեպտուալ խնդիր ուներ։ Ոչ մեկ դա 2008 թվականին, 2007-ին սկսեցի, 2008-ին ցուցադրվեց առատան առաջի անգամ։ Ինչն էր խնդիրը, ձեր սերունդը չի հիշի դա եւ շատ երիտասարդ սերունդներ չեն հիշի, բայց մեծ սերունդը գիտի։ Կար հին հայկական զարդագործություն, մինչև խորհրդային միությունը կային վարպետներ, կար զարդագործություն, կար հետաքրքիր եւ անտիկ եւ նախաանտիկ եւ այլն։ Մենք ունեինք տրադիցիա, որը եկել, շարունակվել եւ զարգացել է։ Հետո խորհրդային շրջանում այդ տրադիցիան ընդհատվեց, կտրվեց, այսինքն վարպետների սերնդափոխությունը կտրվեց եւ խորհրդային շրջանում բոլորը անում էին, միայն գործարանը իրավունք ուներ ոսկի զարդ արտադրել, միայն գործարանային զարդ կարող է լինել, եթե տանը ինչ որ մեկը փորձում էր զարդ անել, զարդ ստեղծել, բռնում էին եւ նստացնում էին, դա հանցագործություն էր։ Հետևաբար գործարանն էլ անում էր այն տիպային սովետական խորհրդային հիմա անուններով ասեմ, բոլոր հին սերունդը գիտի, տյուլպան, չգիտեմ, բաղչալու, հա, չէ, տենց բաներ չեր անում, տյուլպան, բաղչալու եւ փախլավա, այդ երեք տեսակը կար, օրինակ։ Այս փախլավա հիշացնում է, չէ, բայց չէ, ինքը կոնկրետ զարդեր էին, դրանք կոնկրետ զարդեր էին, որ մեր մամաները բոլորը ունեին, այսպես։ Եվ ինու հիմնականները, հա, եւ ազգային զարդագործությունը որպես այդպես կորավ։ Չունեինք այլևս հայկական ազգային զարդագործություն, շարունակականություն չունեինք, սերնդային շարունակականություն չունեինք։ Ես որոշեցի վերստեղծեմ ազգային զարդագործությունը եւ բերեմ նորից զարդային տեսակը, ազգայինի տեսակը զարդագործության, բայց երբ որ ես սկսեցի ուսումնասիրել մեր հին զարդագործությունը, ես հասկացա, որ դա այլևս այդ չեմ կարող բերել։ Քանի որ դա տարածվել է ամբողջ տարածաշրջանով, դա այլևս մերը չի։ Այդ նույն զարդանախշերը, այդ նույն զարդերը մեկին մեկ կրկնված կրում են եւ տաջիկները, եւ ուզբեկները, եւ հնդիկները, եւ կազախները, եւ բոլորը։ Եվ դա այլևս մենք չենք կարող ապացուցել, որ մերն է։ Միայն։ Էլ չեմ ասում Դագեստան, Չեչնիա եւ այլն, սաղ տարածաշրջանը այդ զարդերը անգամ հարավային Իսպանիա մինչեւ կա։ Այդ զարդերը, այդ նույն զարդանախշը մեկին մեկ կրկնվող Իտալիայում կա մեր զարդերը, որոնք դարձել են իտալական այլևս, կոչվում են իտալական այլևս, եւ այլևս մենք չենք կարող հավակնել, որ դա մերն է եղել։ Եվ ես որոշեցի, որ նոր կետից պիտի սկսեմ, եւս հայկական կետից, բայց այլ կետից։ Եվ առաջին անգամ առատայում արվեց հետեւյալը. ճարտարապետությունը բերվեց զարդագործության մեջ, այսինքն ես ճարտարապետական զարդանախշը բերեցի զարդ։ Սա արվեց առաջին անգամ։ Այսօր դա շատ հասարակ երևույթ է, քանի որ հիմա քայլում ես վերնիսաժով լիքը տենց զարդեր կան, որը ճարտարապետական զարդանախշի հիման վրա են արված, բայց առատան դա առաջինն էր։ Ու երբ որ ինձ ասում էին, «Բա այդ չափի զարդեր ես արել, այդքան մեծ, ով պետք է կրի դա», ասում եմ, «Սա կրելու համար չի, սա կոնցեպտ է, ես ձեզ կոնցեպտ եմ առաջ բերել, որը դուք վերցնեք, փոքրացնեք եւ դարձնեք առօրյա զարդ»։ Ես ձեզ ուղղակի բերել եմ կոնցեպտ եւ որպեսզի տեսանելի լինի ինքը պոդիումից, ես իրան արել եմ այդ չափերի։ Պարզա։
Եվ սա նոր շունչ էր զարդագործության, որը եկավ նորից մտավ հայկական զարդագործություն կոչվելու իրավունքով։ Հիմա իրան պետք է մնացած զարդագործերի խնդիրը իրան զարգացնել, բերել, դարձնել ժամանակակից ավելի։ Իսկ արվել են որոշ քայլեր։ Հա, ես տեսնում եմ որոշ քայլեր անում են եւ շատ հաջող քայլեր են անում։ Իդեպ ինձ դուր է գալիս տարբեր զարդագործների այդ ոճավորման ինչ որ ուղղությունները, որոնք ընդունում են։ Ինքս այլևս զարդերով չեմ զբաղվում, զարդագործությունը ինձ համար արդեն անցյալում է, բայց ես այսպես ուշի ուշով հետևում եմ ինչ են անում զարդագործները եւ շատ ողջունում եմ այն ինչ որ արվում է։ Ուզում եմ խոսել առատայի մեջ հայ կնոջ կարևորության մասին, որտեղ այնտեղ ուշադրություն եք դարձրել եւ կենտրոնական դեմքը հայ կիններ, ոչ թե պարզապես հայ կինը, այլ ազնվական հայ կինը, հա։ Այո։ Խոսենք այդ կնոջ մասին։ Տեսեք, էլի խորհրդային շրջանում, քանի որ խորհրդային գաղափարախոսության մեջ այդ գյուղացին եւ գյուղականներ ողջունելի, այդ իսկ պատճառով մեր եւ տարազը եւ զարդը եւ այդ կերպարը, կնոջ կերպարը եւ նաեւ տղամարդու կերպարը ինքը գյուղական այն պարզունակն էր, բայց չէ որ մենք ունեցել ենք թագավորներ, իշխաններ, իշխանուհիներ, թագուհիներ եւ այլն։ Եվ այդ կերպարները չէր դիտարկվում։ Հիմա եթե նայում ենք եվրոպական նույն էկվիվալենտով, չէ, այնտեղ թագուհիների հագուստները, չէ, ինչքան մեծ պլաստ է կուլտուրայի, չէ, մշակույթային մեծ այսպես մի հատ պլաստ է, որը դիտարկվում է, բայց մեզ մոտ դա չի դիտարկվել, քանի որ խորհրդային շրջանում դա ողջունելի չէր արիստոկրատիային դիտարկել, հա։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի կերպարը ստեղծել այդ հայ կնոջ կերպարը, որը իշխանուհի է, թագուհի է եւ ոչ թե որը գյուղացի է։ Ես դեմ չեմ գյուղացի կանանց ոչ մի կերպ, բայց քանի որ գյուղացի կանայք շատ դիտարկված էին, ես որոշեցի դիտարկել եւս մի տեսակ կնոջ, որը մենք ունեցել ենք եւ մոռացել ենք իրեն մասին։ Եվ այդ կանայք իրանք նաեւ ոճային առումով իրենք բաներ էին, հրեշտակներ էին, տիեզերական հրեշտակներ էին, որոնք որ մարդու ստեղծած գիտելիքը կամ ստեղծագործությունը տանում են դեպի տիեզերք եւ անվերջ տանում են, այդ իսկ պատճառով են իրանք քայլում այդքան ներկա դեմքերով, դա շատ պարապում էր նախապես, որ աններկա դեմքերով, առանց էմոցիաների, առանց միմիկաների, առանց դահլիճին նայելու, առանց ոչ մի էրոտիզմի ինչ որ շարժումների, բայց դա այնքան էրոտիկ էր, այդ ոչ էրոտիկությունը, հա, այդ սառնությունը այնքան էրոտիկ էր բոլորի համար, որ բոլորը ուղղակի խելագարում են, ոնց կարելի է ամբողջությամբ փակ հագուստ, որը վզից մինչև ոտքեր փագա, ձեռքերն էլ անգամ փակ, այդ փակ հագուստի մեջ այդքան էրոտիզմ լինի։ Եթե չեմ սխալվում, նպատակ էր եղել հավաքածուն նվիրել գուցե թանգարաններից մեկին կամ պահպանվի եւ ներշնչանքի աղբյուր հանդիսանա մեր ժամանակակից դիզայներների համար։ Որտեղ է հիմա հավաքածուն։ Հավաքածուն հիմա ինձ մոտ է, դեռ պահվում է ինձ մոտ, հետագայում ինքը կտակված է ազգային պատկերասրահին։ Հետագան երբ։ Հետագայում, երբ որ գա ժամանակը, երբ որ ես վստահ լինեմ, որ ազգային պատկերասրահը կլինի այն ազգային պատկերասրահը, որը ճիշտ կտնօրինի այն ինչ որ ես կնվիրեմ, քանզի էլի խորհրդային շրջանից պիտի գամ, որպեսզի բացատրեմ պատճառները, խորհրդային շրջանում զարդագործությունը որպես արվեստ վերացավ։ Այլևս չէին կոչում արվեստ, ասում էին արհեստ զարդագործությանը։ Այդ իսկ պատճառով իջավ որակը մինչև արհեստի որակի։ Դե այսօր մենք անկախ ազատ երկիր ենք։ Ամբողջ աշխարհում զարդագործությունը համարվում է արվեստ եւ հավասարազոր ցուցադրվում է եւ գեղանկարչության եւ քանդակի եւ մնացած բոլոր արվեստների կողքին հավասարազոր։ Մեզ մոտ մինչև հիմա զարդագործությունը դա արհեստ է։ Հիմա էլ մինչև հիմա այդ գաղափարախոսությունը մնացել է։ Եվ դրա վառօրինակը այն է, որ ազգային պատկերասրահում չկա զարդագործության բաժին։ Չնայած այն բանի, որ ունեն շատ մեծ հավաքածու, որը պահպանված է եւ Ժիրայր Չուլյանի կողմից արված գործեր եւ Բերբերյանի կողմից արված գործեր եւ լիքը մեծ վարպետների կողմից արված գործեր ունեն, որոնք պահվում են պահոցներում։
Եվ ես չեմ ուզում լինել եւս մեկը, ով կտա այդ իմ գործերը եւ կմնան նրանք պահոցներում։ Երբ որ կբացի պատկերասրահ զարդագործության բաժին, այն ժամանակ ես կտամ առատահավաքածուն ազգային պատկերասրահին։ Շատ լավ, հուսամ այդ շատ շուտ կլինի։ Կինը իրականում էվոլյուցիայի ենթարկվել, ինչպես հա դուք ներկայացրել եք արքունական հայ կնոջը, բայց այսօր թվում է թե պարզ, բայց բարդ ժամանակներ են, որտեղ կինը պարզապես կին է եւ արդեն էական չի, որ երկրամասում է ապրում, ինչով է զբաղվում եւ այլն, կինը։ Այդ էվոլյուցիան, որ ենթարկվել է կինը, եթե հիմա նոր հավաքածու անեիք եւ էլի հերոսը լիներ կինը, որ կինը կլներ հերոսը ձեր հավաքածուների։ Այ ինչպես կբնութագրեիք այդ կնոջը։ Նայեք, հիմա ես ունեմ մի հատ գեղանկարչական հավաքածու, որը վերջացնելու վրա է, որը հիմա կամաց բան եմ անում, ոնց որ հրապարակում եմ իմ Instagram-յան էջում։ Ցուցահանդեսը կլինի հոկտեմբերի 12-ին Փարիզում, մեծ անհատական ցուցահանդես կլինի Սեզանի թանգարանում, Սեզանի գալերեայում, եւ այստեղ դիտարկված են կանայք, այն կանայք եւ անվանական այդ կանայք են, որոնց ես սիրել եմ։ Որոնց ես սիրել եմ։ Կոչվում է հավաքածուն My Lovely Lovers, իմ սիրած սիրուհիները, եւ 37 գործից է կազմված հավաքածուն։ Հիմա այս վերջացնելու վրա եմ, վերջի 4 աշխատանքն է մնացել, որպեսզի վերջացնեմ, որը որ կներկայացնեմ առաջին անգամ Փարիզում։ Սա շատ հետաքրքիր հավաքածու է, որտեղ ես դիտարկում եմ կանանց, այսինքն իմ հիշողությունները, սեփական հիշողությունները ամեն մի կնոջից, ում հետ ես ունեցել եմ ինչ-որ հարաբերություններ կապ։ Թե ումից ինչն է հիշվել, ումից ինչն է մնացել իմ ֆանտազիայում, ումից ինչն է մնացել իմ հիշողությունների մեջ, այդ դրվագը վերածվում է աշխատանքի եւ կարծում եմ, որ այդ հավաքածուն վերջ դեռ չի ունենա, քանի որ դեռ ես կամ, որովհետեւ քանի դեռ ես կամ կանայք շարունակվում են լինել իմ կյանքում եւ սիրվել իմ կողմից։ Այսօր ես դիտարկում եմ այդ կնոջը, այն կնոջը, ում ես սիրել եմ, բայց գիտեք, շատ միգուցե ինքնավստահ հնչի կամ միգուցե մի քիչ էգոիստաբար հնչի, բայց չէ որ ամեն մեկին չես սիրում, չէ՞։ Ոչ միայն արտաքին գեղեցկությունն է պատճառը սիրելու կնոջը, ոչ միայն ինտելեկտն է պատճառը սիրելու կնոջը, երբ որ դու արդեն հասնում ես հասուն տարիքի եւ կարողանում ես, ասենք 16 տարեկանում կարող է արտաքինը միայն բավարար լինի, որ այսպես մեջը թիթեռնիկներ սկսեն թռնել ու սկսես ինչ-որ բան, բայց երբ որ դու արդեն 55 տարեկան ես, դու այլ կերպ ես դիտարկում այդ ամեն, ավելի խորունկային ես նայում այդ ամեն ինչին եւ կնոջը սկսում ես ընկալել այդ խարիզմայով, այդ խարիզման շատ կարևոր հասկացողություն է, որը շատ անըմբռնելի է, թե ինչ է խարիզման, որտեղից է խարիզման։ Լինում են շատ գեղեցիկ կանայք, լինում են շատ խելացի կանայք, լինում են շատ գեղեցիկ պլյուս խելացի կանայք, հա, բայց խարիզմա չունեցող, նաեւ այդպես անում։ Այ խարիզմա ունեցող կինը դա ամենանն է։ Իսկ բոլոր կանայք հայուհիներ են։ Ոչ, բոլոր կանայք հայուհիներ չեն։ Արդեն շատ հետաքրքիր է։ Բոլոր կանայք հայուհիներ չեն, բայց գիտես, ինձ թվում է այդ ազգայինը, որը կա կնոջ մեջ, որը պահպանվում է եւ չի գլոբալիզացվում, չի դառնում այսպես անդեմ։ Երբ որ կինը դառնում է անդեմ անազգ, ինքը կորցնում է իր խարիզման։ Բայց երբ որ պահպանում է իր ազգային այդ արմատը, հա, որը իր վրայից էլ է երևում, իր ներսից էլ է երևում, դա խարիզմայի մեջ։ Ինձ հետաքրքիր է ձեր ընկալումը։ Մտածելակերպ, հա, ինչ որ տրադիցիաների, որոշ տրադիցիաների պահպանում, ունակությունը, ինքը իր ազգը սիրելը, ինքը իր ազգով հրապարտանալը։ Հագուստի մեջ էլ է դա ընկալվում, իհարկե, ինչքան էլ ինքը ժամանակակիցացնի, ամեն դեպքում հագուստի մեջ էլ է դա երբեմն երևում։ Ի վերջո հայացք, աչքեր, միգուցե եւ քիթ, օրինակ, հա, օրինակ մեր հայկանայք ունեն քիթ։ Ես չեմ ասում մեծ քիթ, ունեն քիթ, բայց երբ որ այդ քիթը մեկ էլ վերանում է ու էլ չի լինում քիթ, ինքը դառնում է անդեմ ինձ համար։ Ինքը չգիտես ինչ է դառնում։
Ես չեմ ասում, որ այն շատ տգեղ տարբերակները չգնան չվիրահատեն, բայց վիրահատելուց էլ այնց անեն, որ չկորցնեն այդ քիթը, որ չդարձնեն ինչ որ մի հատ կետ դեմքի վրա, որը չգիտես ինչի համար է արդեն նախատեսված։ Այո, այ խոսեցինք հագուստից, խոսեցիք տարազներից, ինչու է ասում ես Արատայի հետ կապված, երբ դուրս կգա, այսպես ասած, աշխարհ եւ կդառնա ոգեշնչման աղբյուր, որովհետեւ երկար ժամանակ ուսումնասիրում է եւ ինձ շատ հետաքրքիր է, հա, ոչ թե պարզապես հարցնել ձեզ, օրինակ, պարոն Նուրկ, կարող եմ գալ տեսնել, հա, խորհրդակցել, ինչպես է ստեղծվել եւ այլն, որպես ներշնչանքի աղբյուր, այլ ես ունենամ ազատ տեսնելու հնարավորություն որևէ թանգարանում կամ չգիտեմ, հա, որտեղ տեղադրված է, ես կարող եմ ինքնուրույն ինքս վերցնել այն, ինչի ինձ է պետք եւ ոչ թե լսելով։ Այդ շատ կարեւոր է, հա, այդ ազատությունը թողնել, որտեղ եթե զբաղվում եմ արվեստով, ես էլ եմ սիրում եմ ուսումնասիրել, բայց կուզեմ, որ ինձ ազատ թողնեն։ Մենք այսօր, երբ որ սկսում ենք թեկուզ սկսնակ դիզայներները, թեկուզ այն դիզայներները, որոնք հենց ուզում են վերադառնալ մեր արմատներին, դա արդեն տարազային զարդանախշերն են, դետալներն են, աքսեսուարներ, որոնք որ ինչ-որ պահպանվել են, հա, չգիտեմ, հնուց, նույն ձեր ասած, նույն վերնիսաժից եւ այլն, հա, ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։ Բայց ուզում եմ հասկանալ, մեկ դար հետո ներշնչանքի աղբյուրը ապագա ստեղծագործողների համար ո՞րն է լինելու։ Տեսեք, ժամանակը ամենալավ ֆիլտրն է առհասարակ, միշտ։ Ժամանակը ֆիլտրում է այն ինչ որ պետք է մնա, եւ այն ինչ որ չպետք է մնա, այն ինչ որ պետք է փոշիանա պատմության մեջ։ Եվ այսօր ասել, թե 100 տարի հետո ինչը կմնա եւ ինչը ոգեշնչման աղբյուր կդառնա, շատ դժվար է, ոչ մեկ չի կարող դա ասել։ Անկամ եթե այսօր դա շատ պոպուլյար է եւ շատ այսպես պահանջված է, կարող է 3 տարի հետո մոռացվի։ Բայց մենք դեռևս ուսումնասիրում ենք 18-րդ դարի տարազները։ Բայց այդ 18-րդ դարում էլ եղել են բաներ, որոնք փոշիացել են, չէ՞, ստեղծվել են բաներ, որոնք այսօր մենք չենք տեսնում, այլևս չկա։ Այնպես որ պարտադիր չի, որ այսօրվա պոպուլյար դարձած ինչ-որ բանը 3 տարի հետո հիշվի առհասարակ։ Ասես փոշիանում են, օրինակ կան 3 տարի առաջ օրինակներ կարամ բերեմ, որոնք շատ պոպուլյար էին, այսօր չենք էլ հիշում իրանց մասին։ Այդ իսկ պատճառով ժամանակի ֆիլտրը ոչ մեկ չի կարող հասկանա ինչն է։ Միակ բանը, ինչ կարող եմ ուսումնասիրելով ավելի խորհրդային ասել, այն ինչին ազնիվ եմ վերաբերվել, այն ինչին վերաբերվել են խորհրդային ուսումնասիրելուց հետո, այն ինչի նկատմամբ եղել են այսպես ամբողջությամբ տրված ոչ թե ֆինանս աշխատելու, այլ ստեղծելու համար, այդ դա շանս ունի ապրելու եւ մնալու եւ հետագայում ոգեշնչման աղբյուր դառնալու։ Դա կարող եք նշել օրինակներ։ Օրինակներ այսօրվա ստեղծածներից, չէ, այսօրվա ստեղծածներից ես չեմ կարող ոչ մեկի համար գարանտիա տամ։ Ես ինքս աշխատում եմ լինել ազնիվ իմ արվեստում, ես ինքս աշխատում եմ հնարավորինս խորհրդային դիտարկել, ինչքան է դա ինձ հաջողվում, դա ցույց կտա ժամանակը կամ կարող եք ասել դուք որպես քննադատ։ Բայց ես ինքս չեմ կարող քննադատել, դա օբյեկտիվ չի լինի, դա շատ սուբյեկտիվ կլինի իմ քննադատությունը, իմ աշխատանքը։ Բայց չէ որ կա ժամանակակից արվեստ, ժամանակակից ստեղծագործություններ, որոնք գուցե ոգեշնչում են ձեզ, չգիտեմ, ստեղծագործելու ընթացքում։ Չէ, այսօրվա արվեստը ես աշխատում եմ իրան նայել եւ իմանալ, որ ինքը կա։ Բայց ոչ ոգեշնչման աղբյուր ինձ համար չեն հանդիսանում, որովհետեւ ինձ համար դա պետքա տենց լինի, միգուցե էլի շատ ինքնավստահ չի, բայց ճիշտը տենց է, երբ որ նկարչին, ներկայիս գործող նկարչին, այո ոգեշնչում է հնում արվածները, որովհետև ինքը ուսումնասիրել է եւ այսօր իրան ոգեշնչում է իր արածը։ Միայն ինքը ոգեշնչում է միայն իր ստեղծածով։ Քանի որ եթե ինքը ստեղծում է ազնիվ, ապա ինքը պետքա ոգեշնչվի իր ստեղծածով։ Եվ դա շատ կարևոր է։ Այսօրվա ստեղծագործողներին ես կարող եմ հիանալ, ես կարող եմ ռոծապահարել, ես կարող եմ ուրախանալ, ես կարող եմ, չգիտեմ, ու ես իրականում երբ որ մի լավ բան եմ տեսնում, սենց սրտանց ուրախանում եմ, որ ասում եմ բերեք մի հատ ճակատը պաչեմ, էսով է, էս ինչ լավն է, սենց, այսինքն ինձ մոտ դա մեծ ուրախություն է առաջացնում, երբ որ ես տեսնում եմ մի բան, որ կուզեի ես արած լինեի։ Այդ օրինակներից էի ուզում։ Տեսեք, մի օրինակ կարող եմ բերել, երբ որ զարդերով էի զբաղվում,
մի անգամ ցուցահանդեսներից մեկի ժամանակ Բազելում ցուցահանդեսներից մեկի ժամանակ անցնում էի, հնարավորինս աշխատում էի չնայել զարդերին, որպեսզի ոնց որ հիշողությունս չախտոտեմ, որտեվ կարա մնա ու դու հետո չի հիշես, որ դու տեսել ես դա ու քեզ թվա դու դա ես ստեղծել, դու ինքդ ես ստեղծել։ Եվ սենց անցնելով այդ բաների միջով, այդ պաղավարների միջով, որտեղ տարբեր ստեղծագործողների աշխատանքներին, մի աշխատանք է աչքովս ընկնում, որ ես արտասվում եմ։ Էնպես ավրես ազդում, որ ես արտասվում եմ, որ ես դա չեմ արել։ Որ ինձ որտեվ ես դա պետք է անեի, եթե այս մարդը ով որ սա արել է, մի օր ուշ աներ, ես էի անելու սա։ Որտեվ այդքան իմն էր ինքը։ Ուրեմն ոսկուց մատանի էր, ցենց մեծ չափի ահագին, որի մեջ լցված էր հատուկ ցանցի մեջ հող, որից աճում էին իսկական խոտեր։ Բա ես տեսել եմ իդեպ։ Դա շատ վաղուց էր ինչ որ հիմա նկարագրում եմ, եւ դա այնքան ինձ ոգեշնչեց, որ միգուցե կրկնում են դա, ես չգիտեմ, հիմա կարող է կրկնում այո։ են։ Սա ինչ որ ասում եմ, մի երևի 27-28 տարի առաջվա պատմություն է։ Եվ ես կանգնեցի ու ասեցի, ով է սրա հեղինակը։ Ասին նոր ստեղ էր, ասի խնդրում եմ կգտնեք իրան կամ ցույց տաք ով է։ Եվ այդ մարդուն երբ որ ցույց տվեցին, ես գրկեցի ու համբուրեցի իրան, որպես շնորհակալություն, որ ինքը դա արել է։ Որովհետև ես իրան ասեցի, եթե մի րոպե ուշ արած ելնեիր, ես էի անելու սա։ Քանի որ ինձ համար դա։ Մտածել եք այդ մասին։ Չէ, բայց ես որ գիտես որ հեսա այդ էի մտածելու է, այդքան հարազատակ ես, որ հեսա այդ էի մտածելու, այդտենց չէի մտածել, չէ։ Հետաքրքիր է, շատ։ Այ տենց դեպքեր եղել են, երբ որ օրինակ իմ աշխատանքների վրա մի իտալացի դիզայներ, որը իր կամպանիան մեծ կամպանիա էր, բայց ինքը շատ լավ դիզայներ էր, որը աշխատում էր Bulgari Cartier եւ եւս ինչ որ բրենդի համար, 3 բրենդերի դիզայն կաբ էր, ոնց որ կամպանիա էր, որը աշխատում էր այդ 3 բրենդերի համար, որը տեսավ իմ աշխատանքները ու ինքը փաթաթվեց ինձ համբուրեց, որտեվ ասում է ես ասում է դու նայ ասում է ես իմ ու քո տարբերություններն ասում եմ մենք շատ նման ենք, բայց մենք ունենք տարբերություն։ Ասում եմ իմ ու քո տարբերություններն է, որ ես մտածում եմ ուղեղով, իսկ դու սրտով, որովհետև ես մտածում եմ, որ փող աշխատեմ, իսկ դու մտածում ես պրոստը մտածում ես, դու պրոստը ստեղծագործում ես, դու ազատ ես։ Ասում եմ եթե ես ունենայի այդ ազատությունը, ես քո պես կստեղծագործեի։ Խանգարում է, կարծում եք ուղեղով մտածելը։ Այո, մտածածին է դառնում աշխատանքը։ Պետք է սիրտդ աշխատի։ Ինքնահոսի։ Այո, մի քիչ ինքնահոսի, մի քիչ ենթագիտակցաբար պետք է արվի դա, օրինակ իմ գեղանկարչության մեջ երեկոյան ինձ մոտ այդպես մեծ խումբ էր հավաքված, որ հարցնում էին ոնց տենց ստատ, ոնց ես դու նկարում մի գծով եւ գիծը չի ընդհատվում եւ չի խաչվում, բայց դրա հետ մեկտեղ պատկեր ես ի վերջո ստանում, որը կոնկրետ պատկեր է, հա, եթե ուզում ես կոնկրետ ստանաս, ոչ թե աբստրակտ։ Ասում եմ, նայ, երբ որ ես կետը դնում եմ, առաջին կետը դնում եմ, ես անջատվում եմ այդ ժամանակ։ Այսինքն ինձ մոտ անջատվում է ինչ-որ մի բան։ Ես հետ եմ գալիս այն ժամանակ, երբ որ նկարը ավարտված է։ Սա ենթագիտակցությունն է աշխատում։ Ես չեմ հասկանում գիծը ոնց է գնում, ինչի է գնում, ես չեմ մտածում դրա մասին, ինքը գնում է ու ստեղծում է։ Եթե ես պետք է ինչ-որ մեկի կոնկրետ պորտրետը նկարեմ եւ այդ մարդը լինի, դու տեսնես իրան միանգամից, բնավորությունով, իր ներքին աշխարհով, այսպես խորունկային, ես այդ մարդու մասին մտածելով գնում եմ այդ ենթագիտակցության։ Այդ դրա մասին էի ուզում հարցնեի, որովհետև կարող են լինել պատվերով աշխատանքներ եւ ձեր ստեղծագործությունները ինչպես եք տարանջատում, այդ տարբերությունը ոնց է լինում։ Պատվեր վերցնում եմ միայն այն ժամանակ, երբ որ ես ուզում եմ այդ պատվերը վերցնեմ, այսինքն ինձ հետաքրքիր է այդ պատվերը ստեղծագործելու համար։ Այսինքն ես կոմպրոմիսային չեմ, փողի համար չեմ։ Ես իմ կյանքի մեջ արել եմ 40,000 զարդ, եւս մի քանի անգամ ինտերվյուներում սա ասել եմ, որոնցից միայն 3-ի համար եմ ամաչում։ Շատ ամաչում եմ մի հատի համար։ Եվ երկար տարիներ փորձում եմ հետ գնել այդ աշխատանքը եւ վերացնել։ Չեմ ուզում պատմեմ, որովհետեւ չեմ ուզում նեղացնեմ այն մարդուն, ում մոտ գտնվում է այդ աշխատանքը, բայց ես այդ միակ դեպքն է, երբ որ ես մտածել եմ գումարի մասին եւ ոչ թե ստեղծագործել եմ ազատ 40,000-ից մեկը։ Շատ հետաքրքիր է, հենց զարդերի մասին եմ ուզում խոսել, որ ինձ թվում է արվեստագետի ստեղծագործություններից ամենաինտիմ, այսպես ասած, դրանք զարդերն են, որը դառնում է մի մարմնի մասը, չէ՞։
եւ շատ հետաքրքիր է, որ մենք բոլորս ինչ որ սիմվոլիկա ենք դնում դրա մեջ, իմ պատմությունն է, ինչ որ այլ պատմություն է, իմ ազգի, չգիտեմ, ընտանիքի եւ այլն եւ այլն։ Ձեր պատրաստած զարդերը կրում են ձեր սիմվոլները, ճիշտ է։ Ոչ։ Այդ դրա մասին Իմ խոսենք, պատրաստած հետաքրքիր է շատ, զարդերը, որովհետեւ ես չէ որ աշխատում եմ հետեւյալ կերպով, ես պետք է հանդիպեի մարդուն, անպայման շփվեի, որից հետո նոր ստեղծեի ինձ համար, դա այսպես պրինցիպիալ կարևոր էր։ Եվ այդ շփումից հետո դա կարար տևեր 10 րոպե, կարար տևեր 2 ժամ, կարար 3 օր տևեր, այսինքն սահմանափակ չէ։ Եվ այդ շփումից հետո, երբ որ ստեղծվում էր ինչ-որ մի բան, դա այնքան ինքն էր լինում այդ մարդը, որ անգամ իր ընկերները տեսնելով այդ զարդը այդ մարդու վրա, ասում էր նոր է, ասում էր ինչ մենք էլի ենք տեսել սա։ Այսինքն այնքան էր այդ մարդունը դա, որ իր մարդկանց թվում էր, թե դա միշտ էս մարդու մատին եղել է։ Այսինքն այնքան եք սինթեզել մարդու այդ տեսակը եւ այդ սիմվոլիկան ու դրել եք իրեն։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ իսկապես ինձ շատ էր հետաքրքրում, ասում լավ, ո՞նց է անում մարդը։ Չէ՞ որ իր այդ սիմվոլներն է տարբեր դնում, այսինքն ես ստացվում է կրում եմ ձեր ինչ որ մտածածին սիմվոլ եւ այլն, շատ հետաքրքիր էր։ Նայեք, խոսեցինք մեծ բրենդերի կամ ապրանքանիշերի մասին ու ասենց մտովի պատկերացնում է, ուզում է հարցնել անպայման, պատկերացնում եք որևէ մեծ ապրանքանիշ բրենդ, որը ձեզ կհրավիրի աշխատելու որպես կրեատիվ դիրեկտոր։ Ում եք պատկերացնում։ Տեսեք, հիմա կարող եմ հեռախոսս բերել, մեյլս բացել ու ձեզ ցույց տալ, քանի տենց առաջարկ կա ու եղել է միշտ։ Ու ինչ բրենդերից է այդ առաջարկները եղել, այսինքն այդտեղ գովաստ որպեսի չի, հա։ Բայց մենք կարող ենք ասել օրինակ, որ Bulgari-ն ձեզ հրավիրել է։ Շոպարդն է հրավիրել։ Ահա, Շոպարդը հրավիրել է։ Վիտոնն է հրավիրել։ Այո։ Ինչու եք մերժել։ Բացատրեմ, որովհետև ես ստեղծագործող նկարիչ եմ եւ ես ազատ եմ։ Ես չեմ կարող լինել։ Այո, ես չեմ կարող լինել, նայեք, ցանկացած արտադրական իր պետքա մտածել այն տեսակ, այն ձևով, որ տեխնոլոգիապես ինքը իրականանալի լինի հեշտ եւ բանի մեջ, հա, ստոկի մեջ, քանակության մեջ ինքը կարողանա որակ պահել։ Իսկ ինդիվիդուալի դեպքում դու ազատ ես։ Դու չես այդ սահմանների մեջ աշխատում, որտեղ դու կարաս մի աշխատանքի վրա աշխատես մի տարի։ Բայց մի բան ասեմ ձեզ, այդ նույն մեծ նորաձևության տները իրենց համար ստեղծում են լեգենդներ։ Ինչի է ես խոսում առատայից եւ հենց դա է ուզում, որ այդ լեգենդը պիտի լինի շարունակական։ Մենք միշտ ստեղծում ենք ու, չգիտեմ, թելը կտրում ենք, լեգենդ չենք կարողանում շարունակել։ Այն նույն այդ նորաձևության տները հորինել են ինչ-որ լեգենդ, պատկերել են եւ ելնելով այդ լեգենդից շարունակում են, այսինքն դուք էլ հանգիստ կարող եք կարդալ, ուսումնասիրել այդ լեգենդը, ոգեշնչվել եւ ստեղծել նույն զարդերը։ Տեսեք, նայեք, ես նոր ասեցի քիչ առաջ, որ հիմա երբ որ քայլում ես վերնիսաժով, այն ինչ որ ես ստեղծել եմ առատան 2008 թվականին, այսօր լիքը արդեն կիրառվում է եւ դա իմ հաղթանակն է։ Այսօր դա կիրառվում է, այսօր ճարտարապետությունը եկել է զարդագործություն եւ դա իմ նպատակն էր, ես դա արեցի։ Հասկանում եք, եւ այդ լեգենդը շարունակվում է, հետեւաբար կապ չունի, գիտեն դա ես եմ արել ի սկզբանե թե ոչ, գիտեն թե ես եմ բերել թե ոչ, իմ անձը այստեղ կապ չունի, կարևորը կա ազգային զարդագործություն այլևս։ Բայց ինչու նախնդիրը դա եմ ուզում հասկանալ, որ մենք չենք սիրում օրինակ ես կարդում էի ձեր մասին եւ այնքան ոգևորվելու, այնքան հպարտանալու, իրոք էլի լիաթոք առիթներ կար, այն մրցումները, այն, չգիտեմ, այն երկրները, որտեղ գնացել եք, այն ցուցասրահները, որ դուք ներկայացվել եք, ինձ թվում է լիքը շատ առիթ կա, որ մենք անընդհատ հպարտանանք, անընդհատ խոսենք ու ասենք այդ մասին։ Ինչու ենք մենք մի քիչ sense ժլատ ինքներս մեզ ներկայացնելու։ Ես ուղղակի չէի ասում էլի այդ լեգենդը։ Բացատրեմ, քանի որ ես ինտենսիվ ապրող մարդ եմ հիմա։ Եվ վաղը ունեմ եւս օր։ Այո։ Եվ վաղը ունեմ նորը նվաճումներ։ Ինչի ես անդադ անցյալը բերեմ ու մարդկանց դեմքին տամ ասեմ, տեսեք ես ինչ եմ արել, այս թվին ինչ եմ արել, թվին, եթե ես կարամ ասեմ, որ գիտեք հոկտեմբերի 12-ին ես ունեմ ցուցահանդես Փարիզում, անհատական ցուցահանդես Սեզանի պատկերասրահում։ Չէ, բոլորին հրավիրում։ Դա իմ մյուս քայլն է։ Ասենք հուլիսի 16-ից մինչև 19 ես ունեմ ցուցահանդես այս հիմա Ալիկանտեում եւ Տորևիեխայում։
որտեղ ներկայացնելու եմ My Lovely Lovers հավաքածուի 4 աշխատանք, չէ՞։ Ես շարունակում եմ դա անել։ Դրա մասին կիմանաս շատ նեղ շրջանակ։ Դե ինչքան որ կուզեն, ում որ հետաքրքիր է, ինչքան որ կուզեն, այդքան թող իմանան։ Այ ինձնից հետո, երբ որ կորոշեն, որ մի հատ վերանայեն իմ ամբողջ կյանքը եւ մի քիչ ավելի բարձր խոսան դրա մասին, այդ արդեն երկրորդ հարցնական են, թե չեն անի, կամ ինձ համար այդ ժամանակ նույնը կլինի, բայց Իսկ դուք այդքան անտարբեր եք, որ ձեզնից հետո այդ ամեն ինչը արվի լավ կամ վատ։ Կարծում եմ ոչ, դուք այդ տեսակը չեք։ Ես դրա մասին չեմ կարող հիմա հոգ տանել, որ հիմա հոգ տանեմ, թե ինձնից հետո ինչ կգրեն կամ ոնց կգրեն։ Ես հիմա ապրում եմ այսօրվա օրով, վաղվա օրով։ Անցածը իմ համար անցած է, անցած նվաճումը եւս անցած նվաճում է։ Ոչ մի կոպեկ չի արժենա իմ անցած նվաճումը, եթե ես վաղը նոր նվաճում չունենամ, քանի դեռ կամ։ Հասկանում եք, եթե վաղը ես արդեն դառնամ թոշակառու, որը նստած ու ասում է, դե նայեք ես ինչեր եմ արել իսկ եւ այլն։ Դա այդ հիշողությունները այն ժամանակ ակտուալ կլինեն, երբ որ ես չեմ լինի, քանի կամ ես անդադ նոր նվաճումներ պետք է բերեմ։ Իսկ այսօր նոր սերունդ կա, որը ունի, չգիտեմ, գեղագիտական ճաշակ ստանալու, չէ, կարելի է, չէ, արվեստագետը կարող է, չէ, ուսանել։ Ես ուսանում եմ, ես սովորացնում եմ, ես հանդիպում եմ մաստեր կլասեր եմ անում անընդմեջ։ Տարվա ընթացքում ինչքան որ ես Հայաստանում եմ, ես այդքան հանդիպում եմ մաստեր կլասերով, սեմինարներով եւ ոչ միայն արվեստի մեջ, այլ հասարակ մտածելակերպի, կրեատիվ մտածելակերպի եւ երկիր սիրելու մաստեր կլասեր, երկրի նկատմամբ վերաբերմունք ունենալու մաստեր կլասեր եւ դա անընդմեջ կատարվող process-ա, որը ես տեսեք, եթե օրինակ ես երբեմն դասավանդում եմ Հայաստանից դուրս նայ, ինձ հրավիրում են դասավանդել։ Եթե ես այնտեղ դասավանդում եմ ճարվելով, որում շատ բարձր վճարելով, կամ եթե գալիս են դրսից խմբեր, որոնք գալիս են այցելում են իմ արվեստանոց, որպեսզի ես ինչ որ սեմինար անցկացնեմ, դա եւս վճարվող է։ Ինձ վճարում են դրա համար։ Ապա իմ երկրի երեխաների հետ ես հանդիպում եմ անթիվ ու անքանակ, առանց ոչ մի անգամ մերժելու անվճար միշտ, քանի որ դա իմ պարտքն է, իմ հոգու պարտքն է, որ ես տալիս եմ իմ գեղագիտական ճաշակին կարելի է ուսանել, կարելի է սովորեցնել ճաշակ։ Այո, կարելի է ճաշակ սովորացնել, այո, կարելի է մարդկանց զարգացնել, կդառնան իրանք ստեղծագործող, թե չէ, սա երկրորդ հարցն է, բայց ճաշակ կարելի է սովորացնել մարդուն, մտածել կարելի է սովորացնել մարդուն։ Շատ լավ։ Սիմվոլներից խոսեցինք, չգիտեմ, անհիշելի ժամանակներից առյուծը հզոր ուժի սիմվոլն է, չգիտեմ, թիթեռայել սիմվոլը եւ այլն, դուք ընտրեցիք ճանճի, չգիտեմ, չէ, հա, այդ սիմվոլը, որը սովորեցնում է սիրել այն, ինչը ատում ես, հա? Այդ արտահայտությունը խնդրում եմ բացատրեք մեզ, ինչպես կարելի է սիրել այն, ինչը ատում ես։ Դες կարող ես սիրել այն, ինչ որ ատում ես այն ժամանակ, երբ որ այդ ատելությունը այլևս խանգարում է քեզ ապրել։ Եթե դու այլևս չես ուզում ատել, այդ ատելությունը հասկանում ես, որ քեզ խանգարում է, եւ դու տանջում է քեզ այդ ատելությունը, եւ դու ուզում ես ազատվել այդ ատելությունից։ Այդ ժամանակ գալիս է օգնության ճանճի գաղափարախոսությունը, որ ես բերեցի աշխարհ ճանճ աշխատանքի միջոցով։ Այլ դեպքերում ինձ ասում են, հա, փաստորեն դու հիմա ոչ մեկի չես ատում, իհարկե ատում եմ։ Ես ատում եմ, որովհետև ուզում եմ ատեմ։ Հենց որ չուզեմ ատել, ճանճին կդիմեմ, բայց երբ որ ատում եմ ուզելով, դա իմ իրավունքն է։ Այսինքն ճանճը ինչ է սովորացնում։ Ճանճը սովորացնում է սիրել այն, ինչ որ դու ատում ես, եթե ատելությունը քեզ խանգարում է, ճանճի միջոցով դու կարող ես փորձել, այսինքն այդ ստեղծագործության ոչ թե միջատի, որովհետև ճանճին բոլորը ատում են։ Այս աշխարհում առհասարակ բոլորը ատում են ճանճին։ Մարդիկ էլ չեն սիրում, կենդանիներն էլ չեն սիրում։ Ինքը ամենաատելի էակն է։ Երբ որ մի բան չես ունենում այս աշխարհում, քիչ ես ունենում կամ առհասարակ չես ունենում, բայց երազում ես դա ունենալ, ապա ամեն ինչ դրա մասին գիտես, քանի որ քեզ հետաքրքիր է դա, դու երազում ես դա ունենալ։ Այդ իսկ պատճառով ճանճը չունենալով սեր ոչ մեկի կողմից ամենաշատը գիտի սիրո մասին։ Եվ եթե մենք կարողանանք նայել աշխարհին ատելի աչքերով, ապա կհասկանանք, թե ինչի է պետք իրեն սիրել։ Քանի որ ցանկացած ատելի էակ իր սեփական աչքերում լավն է։
Եթե ճանճը չլիներ քանդակի տեսքով, արձանի տեսքով, այլ ինչ տեսքով կարտահայտվեր։ Չէ, ինքը հենց այդպես եկել է իդեան, հենց այդպես էլ իրականացել է։ Կարծում եմ ավելի լավ ատելությունը սիրով վերածելու տարբերակ դժվար կարելի էր գտնել։ Այդ իսկ պատճառով ինքը հաղթեց, շատ հաղթեց, շատ հաղթեց, հա, եւ ցուցադրվեց գրեթե ամբողջ աշխարհով։ Իսկ ինքը շարունակություն պետք է ունենա։ Հիմա ես աշխատում եմ իր շարունակության, երբ որ ինձ ասում են, բա ուր է ճանճես, ասում եմ ինքը պահեստավորված, սպասում է իր օրվան։ Եվ երբ որ կդառնա ինքը տրիլոգիա, ճանճի շարունակությունը, այո, ինքը պետք է դառնա տրիլոգիա, որը անվանափոխվելու է ամբողջ տրիլոգիան, այսինքն ճանճը լինելու է դա տրիլոգիայի մի հատված, դրանից հետո լինելու է երկրորդը եւ երրորդը եւ ամբողջ տրիլոգիան իրար հետ կոչվելու է մարդու տրանսֆորմացիայի գործարան։ Ճանճից դեպի ներսից, հետո դրանից հետո դեպի պատերազմ։ Դա շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է ձևա, որից հետո մարդը երբ որ դուրս է գալի այդ երեք դահլիճներից անցնելուց հետո երբ որ դուրս է գալի, իր դեմը մեծ հայլի է, որի մեջ ինքը իրան չի ճանաչում։ Դա ստուգված, աշխատված, շատ հետաքրքիր հոգեբանական պրոյեկտ է։ Երկրորդ տրանսֆորմացիան ինչ է։ Ներս, դու մտնում ես մարդու ներսը։ Տեսեք, մենք սիրում ենք եւ ատում ենք արտաքինը մարդու, բայց երբեք չենք դիտարկում ներսը։ Որ ներսից մենք ավելի անճարել ենք ստեղծված։ Արտաքինը ընդհանրապես կաշի է ձգած։ Չէ՞։ Օրինակ, այս բասկաթոռը արտաքինից ձգված է այս կտորով։ Այո։ Եվ մենք բասկաթոռը դիտարկում ենք կտորի պատճառով, բայց մենք չգիտենք մեջը ինչ է, չէ՞, ինչ պրուժիններ են դրված, ինչ կուպկա է, կոնստրուկցիան չենք դիտարկում ներսի։ Բայց եթե ներսը չլինի, արտաքինը չի լինի, անիմաստ կլինի։ Ինքը ներսից է, որ մեզ փափուկ է նստել, հարմար է նստել։ Ներսն է իր կարևորը։ Արտաքինը ամենաքիչ դեր խաղացողն է այս բaragam, բայց մենք միշտ ընտրում ենք արտաքինը։ Հիմա ես մարդկանց մտցնում եմ երկրորդ ցուցահանդեսը, մարդկանց մտցնում եմ մարդու մեջ։ Ներս։ Եվ բոլորը հայտնվում են մարդու ներսում։ Եվ սկսում են տեսնել մարդու ներսից։ Եվ այդ պահին իրանք հասկանում են, որ բոլորս ներսից նույնն ենք։ Նույն բանից ենք կազմված, նույն հերթականությունով ենք դրված, հետևաբար ինչի ենք ատում։ Կներեք, մենք տրանսֆորմացիա ենք ենթարկում, թե մատրիցայից ենք դուրս գալիս մեր, ըստ ձեզ։ Մենք պրոստը շատ բան ենք հասկանում ավելի։ Մենք տրանսֆորմացիայի ենք ավելի շատ ենթարկվում։ Ոչ թե տրանսֆորմացիա ենք, մենք գալիս ենք մեր ի սկզբանեին։ Մենք վերադառնում ենք այն ի սկզբանեին, որը մենք ծնվելուց ունեցել ենք։ Հետո սկսել են մեզ փոխել, մեզ կերտել, մեզ, չէ, ժամանակը եւ միջավայրը եւ կյանքը։ Այդ ամենասկզբին ենք գալիս, որտեղ որ մենք հասկանում ենք, թե ինչից հետո ինչն էր, որ ինչն էր կարևոր եւ ինչը չէ։ Ինչի պետք չէր էսի անել, ինչի էր սա անիմաստ։ Ինչքան մանր էր այս ամեն ինչը, ինչի վրա մենք այսքան մեծ նշանակություն էինք տալիս։ Իսկ ինչքան կարևոր էր այն, ինչը մենք չէինք նկատում։ Ես բերում եմ այդ դաշտը։ Թող մենք մանուկ ենք դառնում։ Այո, այդ շատ կարևոր հատված է, ես միշտ ասել եմ, երբ որ քո մեջ չի մեռնում քո նորածին երեխան, բայց դրա հետ մեկտեղ դու ձեռք ես բերում շատ մեծ քանակությունով գիտելիք, բայց դա չի սպանում քո ներսի մանուկ փոքրիկ նորածինին, ապա դու հանճարել ես դառնում։ Քանի որ ցանկացած հանճարեղ մարդ, որ նայում ենք, չգիտեմ, Մոցարտ, Բախ, իրանք երեխա են իրանց նկարագրության մեջ, չէ՞, իրանք չարաճիճի երեխեք են իրանց էությամբ։ Վերադառնանք մանկություն, խոսեցիք շատ հետաքրքիր է, որ օրինակ, չգիտեմ, գիրք, ֆիլմ, գուցե մուլտֆիլմ, որ հերոսն է, որ կերպարն է, գուցե երևույթն է, որ ձեզ հասցրել է այստեղ։ Ես առհասարակ ֆիլմասեր եմ եւ շատ ֆիլմեր եմ դիտում, ունեմ սիրված ռեժիսորներ, ունեմ սիրված ֆիլմեր, ունեմ այն որ top մի հատ ֆիլմ, որը ես շատ ինձ համար sense ինքը հատկանշական դրված է մի կողմ, եւ ես այդ ֆիլմը դիտել եմ 30-ից ավել անգամ եւ ամեն անգամ դիտելուց ես նոր բաներ եմ հայտնաբերում այդ ֆիլմում, կարող եմ ասել իհարկե անվանումը Տորնատորեի, Ջուզեպե Տորնատորեի
простая формальность կոչվում է ֆիլմը, ունա pura formalita։ Այս ֆիլմը շատ քիչ են դիտել, ինքը շատ քիչ մրցանակ ունի, ինքը շատ քիչ է PR արվել։ Տորնատորոյի մնացած ֆիլմերը շատ ավելի հայտնի են։ Մալենան, չգիտեմ, եւ այլն, շատ հայտնի ֆիլմեր ունի, բայց այս ֆիլմը շատ քիչ է PR արվել եւ շատ քիչ է դուրս եկել, բայց այս ֆիլմը այնքան կարևոր մի հատ բան է քեզ համար բացահայտում, որ դու sense ուղղակի շոկի մեջ ես ընկնում, հա, շոկային է։ Բայց ինչն է ինձ փոխել, ինչն է ինձ համար այսպես ստարտ եղել, որպեսզի ես փոխվեմ, շատ փոքր տարիքում, երևի մի 11-12 տարեկանում առաջին անգամ կարդացի Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ Այն ժամանակ հիմա իմ համար դա պրիմիտիվ գրականություն է, իհարկե այսօրվա իմ համար դա շատ պրիմիտիվ գրականություն է, բայց այն ժամանակ ինքը ինձ համար բացահայտեց, թե ինչա պետք անել, ոնց ես պետք է ապրեմ, ինձ համար կյանքի այսպես բան, հա, ոնց որ ուղեցույց դարձավ, կոմպաս դարձավ, որը միանգամից ցույց տվեց ոնց պետք է գնաս ու ինչ պետք է անես, միշտ պետք է ինքդ քեզ առավել անես, քան դու կարաս։ Ինքդ քեզ գերազանցես։ Ինքդ քեզ գերազանցես եւ գերազանցես մի քանի անգամ, որպեսզի ամեն անգամ մի ստեպ, մի աստիճան բարձրանաս։ Ինչպես։ Քո հնարավորություններից առավել անես միշտ։ Ինչ դու կարաս ֆիզիկապես եւ ուղեղով, հա, դրանից շատ ավելի առավել անես։ Դա շատ դժվար է իհարկե, ամեն մարդ չի կարողանում դա ստիպի անել, ամեն մարդ չի հասկանում, որ դա կարեւոր է։ Բայց դա է միակ ճանապարհը հաջողության։ Միակ ճանապարհը հաջողության դա է եւ այդ Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը ինձ համար դարձավ շատ փոքր տարիքից այսպես ուղեցույց, թե ոնց է պետք ապրել եւ ինքը ինձ համար մի հատ քայլ արեց, շատ հետաքրքիր։ Իհարկե կան շատ ուրիշ ստեղծագործություններ, որ ինձ համար էլի շատ հատկանշական են եւ կարեւոր են, բայց այս կնշեմ որպես այսպես ամենավառ մնացած այսպես ինձ համար ուղեցույց։ Շատ լավ։ Ես ձեր քանդակներից, ստեղծագործություններից, որոնք տեղադրված են Երևանում, իհարկե շատ եմ սիրում ընթերցողը, որովհետև բալիկիս հետ գնում եմ, հարմար է երեխաների համար, հա, սովորեցնել, չէ, երբ որ դու չես պարտադրում, որ սա գիրքը եւ կարդալու համար է, նստում են, նկարվում են, ինչպես եւ նախատեսված է եղել այդ ամեն ինչը, ու միշտ ինձ հետաքրքրել է, թե ինչ եք դուք գրել կամ ինչ եք դուք կարդում այդ գրքի վրա, չգիտեմ, հա, դուք, եթե չեմ սխալվում, մտածված ըսլեք, որ ոչինչ բացահայտ չի գրվել, որպեսզի չպարտադրվի, հա, մարդը թե ինչի մասին է, այլ ինքը մտածի, թե որ խոսքն է իր համար ավելի կարևոր, ազդեցիկ, բայց ինձ հետաքրքիր էր ընթերցողը։ Ընթերցողի արձանը, ինչպես եւ բոլոր իմ աշխատանքները, ունի լիքը գաղտնիքներ։ Այսինքն ես սիրում եմ դա արդեն գաղտնագրեր անել, շատ սիրում եմ, ու դա սիմվոլները։ Այսպես տեմ որ մի քանի տարի հետո կբացահայտի ինչ որ մեկը կգտնի, որ հետաքրքրություն պահի։ Ուղղակի ես այդպեսին եմ, չեմ կարող ուրիշ ձև, հա, ես քվեստային մարդ եմ, ես քվեստեր եմ սիրում ստեղծել այս կյանքում եւ ընթերցողի արձանի բացված գրքի վրա 54 լեզվով գրված է, որ Երևանը դա համաշխարհային մայրաքաղաքն է, գրքի մայրաքաղաքը ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին։ Այս ինֆորմացիան է տրված, ուղղակի տուրիստական ինֆորմացիա է տրված։ Բայց այնտեղ կան գաղտնագրեր կողքի գրքի վրա բանի այդ Զարդանախշի մեջ կա իմ ստորագրությունը, օրինակ, այսպես մոնոգրամային արված, որ պետք է ցույց տաս, որ տեսնի մարդը։ Կա վերևի, այսպես կողքի գրքի վերևի հատվածում եւս մի մոնոգրամային էլի գաղտնագիր տրված։ Կարող եք բացահայտել մեկը։ Ես ուզում եմ, որ մարդկանց մոտ այդ հետաքրքրությունը լինի, իրանք գնան փնտրեն։ Իրանք փնտրեն եւ գտնեն, քանի որ դա ինձ թվում է ավելի հետաքրքիր է, քան ուղղակի դնել ու ասել մարդկանց դա, չէ՞։ Դա կմնա ավելի հետաքրքիր, բայց հետևի գրքում, հետևի մասում մի հատ մեծ գիրք կա, որը ունի այսպես ճեղքվածք, որտեղից կարելի է գցել ինչ որ նամակներ եւ այնտեղ նախատեսված է, որ մարդիկ ովքեր գրում են եւ չեն ուզում ստորագրվել, անոնիմ են ուզում մնալ, բանաստեղծություններ, արձակ եւ այլն։ Իրանք գցում են այնտեղ եւ ժամանակ առ ժամանակ ես բացում եմ այդ գիրքը, քանի որ բանալ ինձ մոտ է եւ վերցնում եմ այդ արվել է այդպես արդեն։ Այո, շատ հավաքածում եմ եւ շատ հանճարեղ գործեր ունեմ հավաքված հիմա, որը մի օր կտպագրվի։
որպես առանձին ժողովածու ընթերցողների ժողովածուն կլինի, խոսում է Երևանը, այսպես կլինի ժողովածուն, բայց շատ հետաքրքիր հումորային մասեր էլ կան, որը ես սկզբում շատ ծիծաղացի, երբ որ կարդացի այդ նամակները, հետո հասկացա, որ սա էլ է պետք որպես առանձին ինչ-որ հատված այս ժողովածուի հրապարակել, որովհետև սա էլ հումոր են անում երևանցիները, որը եւս նամակներ են ձեզ գրում։ Հա, չէ, ինձ կային ինչ-որ ուսանողների խումբ, որոնք եկել էին եւ որոշել էին, որ սա երազանքների կատարման ինչ-որ տեղ է եւ ոչ թե ստեղծագործություններ գրելու, ու այդ երազանքները ես պիտի կատարածեմ, չգիտեմ ինչի, ասենք դիմում էին ինձ, ասենք դիմում էին Նուրջան նենց հարա, որ հայրիկս ինձ թողի ուժ գալ տուն, ասենք սենց կամ ես չգիտեմ ոնց ես դա պիտի անեմ, գոնե կախարդը չեմ, կախարդանք չի կամ ձմեռ պապ չեմ, որ Սանտա Կլաուս կամ նենց հարա, որ բանը մեր հարևանը, չգիտեմ, որը անդադ ինձ հետևից վատ բաներ ասում, այլևս չասի։ Սենց ինչ-որ բաներ էր շատ ծիծաղալու, նաև կառավարության մաս, նենց հարա, այս կառավարությունը սենց լինի, այն կառավարության անդամը, նաև սենց բաներ կար, ու ինձ համար շատ ծիծաղալու էր, որովհետև դրա համար չէր դա նախատեսված, այդ գիրքը դրա համար չէր, բայց ինձ թվում է դա էլ պետք է առանձին մի հատ փոքրիկ բանով հատվածով ոնց որ գլուխ լինի առանձին, որը եւս շատ ծիծաղալու է, շատ հումորային։ Արվեստագետը խոսեցինք, որ կարող է դաստիարակել, գեղագիտություն սովորել եւ այլն։ Արվեստագետը պարտավոր է ապրել իր երկրի, իր պետության, իր հասարակության հարցերով։ Անշուշտ, քանի որ գիտելիք ունենալը պատասխանատվություն է եւ ոչ թե առավելություն։ Եթե դու գիտակ ես, եթե դու ուսյալ ես, եթե դու սովորել ես եւ դու քչից շատից անհամեստ չթվա ինչ որ որոշակի տաղանդներ ունես, ապա դու պարտավոր ես, դա պարտավորվածություն է եւ ոչ թե առավելություն, եւ դու պարտավոր ես կարծիք արտահայտել այս կամ այն իրավիճակի մասին։ Քանի որ դու գիտես ճիշտը որն է։ Գիտեք, իմ մանկությունում, երբ որ լինում էին, ասենք, տատիկներ, պապիկներ փողոցում մեր հայաթում նստած, չէ՞, ինչ որ երբ որ մի հարց էին քննարկում, ասում էին, «Բալես, մենք մեծ ենք արդեն, մենք այդ կրթությունը չունենք, մի խելացի մարդ թող այդ հարցը լուծի, ոչ թե մենք, մեզ այդ հարցը մի տվեք, մենք չենք հասկանում»։ Այսօր չգիտես ինչի բոլորը որոշել են, որ բոլորը կապ չունի ինչ կրթություն է ստացել կամ ինչ գիտելիք ունի, ինքը ի վիճակի է կարևոր հարցերի լուծումը, խոսքի ազատություն, բայց սա խոսքի ազատություն չի, սա այլևս անարխիա է։ Դա տարբեր բաներ են։ Երբ որ հասարակությունը այսպես մեծ տարբերության մեջ է գիտակցության եւ անգիտակցության, հա, այստեղ խոսքի ազատությունը դառնում է անարխիա։ Երբ որ այն զրո գիտակցություն ունեցող, զրո գիտելիք ուսում ունեցող մարդը որոշում է մնացած բոլորի փոխարեն իրենց ապրելու կյանքը, հետո ասում է, վայ, ես ոնց սխալվա, ես խափնվեցի, հա, մի տարի հետո ասում են, ես խափնվեցի, գնացի, ես արեցի, այն արեցի։ Բա ասում էինք մի արա։ Բա դու ինքդ քեզ չէիր կարող գնահատել, որ դու չես կարող դա անել, որ վաղը կործանվելու ենք քո պատճառով, որովհետև դու անգիտակ էիր, որովհետև դու որոշել էիր, որ դու դա կարաս անես։ Այստեղ է խնդիրը։ Այդ իսկ պատճառով գիտակ մարդիկ, հասկացող մարդիկ պարտավոր են ուղեցույց լինել եւ պարտավոր են խոսել, անկախ նրանից թե ինչ իրենց հասցեին կասեն, ինչը ես շատ անգամ իմ հասցեին լսում եմ իմ ելույթներից հետո, բայց անկախ ամեն ինչից ես պարտավոր եմ, որովհետև դա իմ երկիրը սիրելու պարտքն է։ Արտահայտման ձև է։ Այո։ Շատ լավ։ Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է, եթե կարելի է այդպես ասել, կարմիր գորգ կոչված երևույթը։ Այսինքն մենք ունենք երգի փառատոններ, ինչպես օրինակ Խազերը, որի մրցանակը, հա, դուք եք պատրաստել։ Մենք ունենք Ոսկե ծիրան միջազգային արդեն կինոփառատոնը։ Կուզեմ խոսենք այս մասին, որպես կողքի հայացք, երբ դուք նայում եք։ Արդյոք այդ երևույթը, որի ընթացքում, օրինակ մենք երբ որ հետևում ենք միջազգային կարմիր գորգերին, դա եւս արտահայտման ավելի շուտ միջոց է։ Այդտեղ ոչ թե հագուստների մրցույթ է գնում, շատ ժամանակ արտահայտվում է անգամ երկրի
իրավիճակը, մշակութային, քաղաքական եւ այլն կարող ենք հասարակական գործիչների, կինոգործիչների եւ այլնի միջոցով դա տեսնել եւ ակնհայտ է լինում, այսինքն կա հստակ ասելիք։ Մեր դեպքում ըստ ձեզ ինչ որ քայլեր արվում են այդ ուղղությամբ, թե սա էլ այս դեպքում էլ է ինքնահոսի ամենը։ Տեսեք, այո, պետք են լինեն կարմիր գորգեր, այո, այդ կուլտուրան, այդ մշակույթը պետք է դառնա սովորական եւ նորմալ մեր միջավայրում, եւ այո, կլինեն սխալներ սկզբում, այո, կլինեն մարդիկ, որոնք սխալ կընկալեն կարմիր գորգը, այո, մենք պետք է դաստիարակենք այդ կապակցությամբ, օրինակ, Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության նպատակով ստեղծված է երաժշտական ակադեմիա։ Այո։ Հայկական երաժշտական ակադեմիա, որը կազմված է 17 հոգուց, որոնցից մեկը ես եմ։ Եվ այս պարագայում, օրինակ, տեսնելով վերջին 2 տարիների Խազերի մեր արտիստների ոչ ադեկվատ տեսքը, մենք հասկացանք, որ մենք պետք է մտցնենք, այսինքն դա իմ առաջարկն է, որը հիմա պետք է դրվի քննարկման եւ այսինքն խոսում ենք նրա մասին, ինչի որ պիտի արվի։ Այո, որը պետք է դրվի dress code։ Այո։ Որը 4 dress code պետք է լինի, որ սա պետք է լինի եւ վերջ։ Այսինքն դուք պետք է համապատասխանեք կարմիր գորգին, այլապես դուք ուղղակի կմտնեք դահլիճ հետևի կողմից, այդպես ոչ մեկ չի վռնդի։ Այո, հետևի կողմից, բայց ոչ կարմիր գորգով։ Ու ես հիմա առաջարկ եմ անում, որպեսզի կարմիր գորգը դառնա dress code-ային եւ մենք նախապես ստանանք բոլոր տեխնացուներից կարմիր գորգի տեխնացուներից իրանց հագուստը եւ ընդունենք այդ հագուստը, որից հետո նաեւ dress code դրվի մուտքի մոտ, այսինքն կարող ենք մի հագուստ ուղարկի մյուս հագուստով գա, մուտքի մոտ լինի dress code, եթե ինքը չի համապատասխանում այդ dress code-ին, ինքը գնա մտնի ուղղակի դահլիճ առանց կարմիր գորգի։ Սա իմ առաջարկն է, որը ես կարծում եմ, որ օրինական է եւ ճիշտ է, քանի որ համաշխարհային բոլոր կարմիր գորգերում սա արվում է եւ այս dress code-ը կա բոլոր աշխարհի կարմիր գորգերում։ Եվ շատ կարեւոր գեղարվեստական հայեցակերտային կարևորագույն կետերից մեկն է։ Պետք չի ոչ մեկի զարմացնել։ Եթե զարմացնում ես, ապա այո, կարող ես զարմացնել, բայց զարմացրա շիկով, զարմացրա այդ կարմիր գորգով եւ ոչ թե զարմացրա չգիտեմ ինչ ցախավել խրելով քո մազերի մեջ, հա, տենց չի կարմիր գորգը եւ դրա մասին չի կարմիր գորգը։ Դու կարող ես ցանկացած կերպարով դուրս գալ հետո բեմ։ Դա քո ընտրությունն է, եթե դու բեմի մարդ ես ու ուզում ես ցախավելով դուրս գալ բեմ, ապա դուրս արի բեմ ցախավելով, բայց կարմիր գորգով բարի եղեր անցնել սմոքինգով։ Շատ լավ։ Մինիմալ։ Շատ լավ, ուրեմն կհետևենք, կտեսնենք ինչպես է անցել այս։ Եվ դա պետք է արվի, դա զարգացման եւ ուսուցանման process է։ Եվ դա նորմալ է, որ մարդիկ սկսում են ինքնահարտահայտվել կարմիր գորգի վրա, գերինգ ինքնահարտահայտվել կարմիր գորգի վրա։ Որպեսզի հիշվի, մարդը հիշվի։ Ինքը դա իր շանսն է իրան ցույց տալու, բայց այստեղ պետք է զսպիչ բաներ ինչ որ կիրառել, հա, զսպանակներ կիրառել, որովհետև կարմիր գորգը այն տեղը չի, որտեղ դու պետք է այտենց ինքնահարտահայտվես, բեմ կա դրա համար, բեմի վրա ինքնահարտահայտվի ոնց կուզես, բայց այստեղ դու եղի խնդրում եմ կարմիր գորգին համապատասխան։ Շատ լավ, շատ ուրախ եմ։ Փաստորեն մտածել ենք արդեն արվում են քայլեր, շատ լավ է։ Ինչի հետ կապված է ուզում էլ խոսեինք մենք, մի վարքյան մի հատ բան նայեմ, մի երկու բան էլ խոսենք ու վсё։ Ու վсё, չեք երգելու այսօր։ Չէ, ես երգելու չեմ երգին, երբեք։ Ես կինկերներիս մոտ եմ ամաչում երգեմ։ Ինչի ենք անդադնշում Հայաստան, հայ, որովհետև մենք հայ ենք, պիտի հպարտ լինենք մեր հայ լինելով, մեր երկրով, մեր մշակույթով, արդյոք մենք կարող ենք այնպիսի մշակութային հեղաշրջում անել մի օր, որը տեսանելի կլինի ամբողջ աշխարհում։ Տեսեք, դա մենք անընդհատ փորձում ենք անել։ Երբեմն հաջողվում է, երբեմն չի հաջողվում, ժամանակին ճանճը արեց դա, որ տեսանելի դարձավ, օրինակ ես իմ վրա եթե վերցնում եմ միայն իմ վրա, ժամանակին ճանճը արեց իր հեղաշրջումը, որը երև տեսանելի եղավ աշխարհում։ Հիմա չեմ ուզի ճակերտները բացել այս պահին, բայց մոտ շատ օրերին մի հայտարարություն կտեսնեք, open call կտեսնեք, որը
կհրավիրի բոլոր նկարիչներին մի գործողության, աշխարհին, որում բոլոր նկարիչների մի գործողության, որը կարա եւս մեկ հեղաշրջում դառնա աշխարհին տեսանելի։ Հիմա մենք էքսկլյուզիվ ենք անում, եկեք կանենք էլի իմ համար։ Չէ, 2-3 օրից կտեսնենք։ Ես արդեն էքսկլյուզիվ եմ, Արդեն էքսկլյուզիվ է եղավ, սպասեք 2-3 օր։ Անոնսը արեցի, թեթև անոնսը արեցի, հա նախավան։ Այսինքն դա հնարավոր է։ Միշտ դրա վրա ենք աշխատում։ Կարծում եմ ցանկացած ստեղծագործող ցանկացած գիծ քաշելուց մտածում է դրա մասին, որ ինքը հիմա պետք է անի մի բան, որը աշխարհում փոխի, հեղաշրջում, հա, փոխի, նոր բան ավելացնի արվեստի մեջ։ Եվ երբեմն դա հաջողվում է, երբեմն դա չի հաջողվում, այո, բայց դա միշտ արվող աշխատանք է։ Շատ լավ։ Նուրը նկարիչ է, քանդակագործ, արվեստաբան, երգահան, դիզայներ։ Միգուցե դուք ավելացնեք, կամ պակասեցնեք։ Ինձ սովորացրել են այսպես Սամվելը Բաղդասարյան, որը իմ առաջին ուսուցիչն էր ու ես համարում եմ, որ ամենակարևոր իմ կյանքի ուսուցիչն էր, ինքն ժամանակ մի բան ասեց. նկարիչը պետք է լինի ամեն ինչ։ Սկիզբը նկարիչն է։ Հա, նկարիչ բառի մեջ ներառված է ամեն ինչ։ Այսինքն անգամ հարթուկը փչացավ, դու պիտի կարողանաս սարքել, ռեմոնտա պետք անել, պիտի անես, չգիտեմ, տրուբայա խողովակը պայթել պիտի կարողանաս փոխես, նկարես, քանդակես, երաժշտություն գրես, դեր խաղաս, սցենար գրես, չգիտեմ, բանաստեղծություն գրես եւ այլ ամեն ինչ։ Նկարիչը դա ամեն ինչ է, այդ բառի մեջ ներառված է ամեն ինչ։ Մեր լեզվի մեջ նկարիչը կախված է նկարելու հետ։ Բայց եթե մենք նայում ենք օրինակ անգլերենում դա artist։ Վերջ, artist, վերջ։ Սրանով ամեն ինչ ասված է։ Artist կապ չունի ինչ ոլորտում։ Որտեղ ուզում ես այնտեղ արտահայտվի։ Այսօր քեզ հետաքրքիր է երգ գրել, ուրեմն գրի երգ։ Ուղղակի ամեն ոլորտում արտահայտվելուց մեկը լինում է այս level-ի վրա, մյուսը ավելի լավն է լինում, այն մյուսը ավելի տաղանդավոր է լինում, սա է տարբերությունը, թե չէ որ նուրը ով է, նուրը արտիստ է։ Դուք պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ով է նուրը, նուրը արտիստ է։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Էսթեզիանի առաջին հյուրը արտիստ Նուրն էր։ Կհանդիպենք։